Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մեր երկրում ներդրվելու է փուլային տարբերակով 3 տարում։ Խորհրդարանի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության նախարարը ներկայացրեց, որ 2026-ին առաջին փուլով կապահովագրվի 2 խումբ։ Պետության կողմից ապահովագրավճարի փոխհատուցմամբ մինչև 18 տարեկան, 65 եւ ավելի տարիքի, 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող, ֆունկցիոնալության գնահատական ունեցող անձինք եւ անապահովության 28-ից ավելի բալ ունեցող ընտանիքները։ Հաջորդը 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք են։ Մեկնարկային հաշվարկային շեմը վերաբերում է համախառն եկամտին, այսինքն հարկերը ներառյալ։ Եվ եթե անձը մի քանի տեղ է աշխատում, ապա հաշվարկվում է բոլոր աշխատավարձերի հանրագումարը։ Հաջորդիվ 2027 թվականից կներառվեն մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձինք եւ այնուհետեւ արդեն 2028 թվականին մնացած խմբերը, ովքեր են օրինակ գյուղացիական տնտեսություններում զբաղված անձինք եւ աշխատող անձանց փոխկապակցված ընտանիքի անդամները, օրինակ բերեմ ուսանողները, որոնք ըստ էության այս ապահովագրության շրջանակներում եւս իրենք են հանդիսանում ապահովագրավճար վճարողներ։ Պետության կողմից ապահովագրվող խմբերի համար գործելու են մի քանի չափանիշներ։ Առաջինը Հայաստանի քաղաքացի եւ Հայաստանում ռեզիդենտ լինելն է։ Այս նախապայմանը չի վերաբերում աշխատավարձ ստացող եւ իր համար ապահովագրավճար վճարող անձին։ Տվել ենք այն շրջանակը, որը ծածկելու է ապահովագրական փաթեթը եւ սա եւս ուրեմն հակիրճ կերպով ներկայացնեմ, վերաբերելու է մարդու առողջության առաջնային օղակում անհրաժեշտ բուժ ծառայությունների, ուրեմն շտապօգնության ծառայություններին, հիվանդանոցային բուժօգնությանը։ Ծառայությունների կոնկրետ ցանկերը հաստատվելու են կառավարության որոշմամբ։ Աշխատանքից ազատվելու դեպքում անձն այդ տարվա ընթացքում մնում է համակարգում, բայց ինքն է ամսական կտրվածքով հանդիսանալու վճարող։ Չվճարելու դեպքում ապահովագրական փաթեթը կասեցվելու է։ Կարգավորումներ կտրվեն նաև ապահովագրական անձի կողմից վճարումները չկատարելու դեպքերի համար։ Արդյոք մեր երկրի առողջապահական համակարգը կկարողանա դիմակայել սպասվող դիմելիության աճին, նախարարը նշել է, ռիսկերը հաշվարկված են։ Ապահովագրական փաթեթը չի փակելու բոլոր ծառայությունները, այլ մեր կողմից առանձնացվել են մեր երկրի հիվանդացության, մահացության բեռ հանդիսանող հիմնական հիվանդությունները եւ դրանց համար անհրաժեշտ առաջնային այն, ինչ կյանք փրկող, հաշմանդամությունը կանխող, մարդու առողջությունը հիմնականում վերականգնող ծառայություններն են։ Եվ իհարկե սրա շրջանակներում էլ օրենքը նախատեսում է, որ լինելու են որոշակի համավճարներ, լինելու են ուրեմն ծառայությունների թե փոխհատուցման գնի վերին սահմանաչափեր եւ թե նաեւ որոշ ուղղություններով նաեւ տարեկան ծառայություններից օգտվելու քանակային սահմանաչափեր։ Պետական պատվերի համակարգը մարման կարգով 3 տարում պետական բյուջեից դուրս կգա։ Ապահովագրության շրջանակում կլինի մեկ բազային փաթեթ բոլոր քաղաքացիների համար եւ կլինի նվազագույն ծառայությունների ցանկ, որոնք կտրամադրվեն ապահովագրություն չունեցող անձանց։ Նախատեսված են համավճարի շրջանակում հնարավոր փոխհատուցման մեխանիզմները։ Մենք ունենք հաշվարկ, որ մեր 129,600 դրամը, որը այսօր օրենքում նախագծում սահմանված է որպես ապահովագրավճար, սրա շրջանակներում մենք ինչ ծավալ ենք իրատեսապես կարողանալու տրամադրել։ Եվ նաև համարում ենք, որ դրանից հավելյալ ծառայությունները, դրանից հավելյալ ավելի թանկարժեք բժշկական նշանակության պարագաները, դրանից մեր սահմանաչափերից ավել դեղորայքը պետք է հստակ կարգավորված ձևաչափով քաղաքացիները հնարավորություն ունենան իրենք հավելավճար վճարելու միջոցով արդեն կարողանան ձեռք բերեն։ Բազային ապահովագրական փաթեթները անհրաժեշտ ծառայություններ են։ Դրան հավելյալ էլ մասնավոր ապահովագրական ընկերությունները կարողանալու են ձևավորել մասնավոր ապահովագրական փաթեթներ։ Քանի որ մեկնարկային տարի է, քաղաքացիները հնարավորություն են ստանալու զինապահ հիմնադրամին ուղղվող գումարների մի մասը տրամադրելու իրենց առողջության ապահովագրությանը։ 200,000-ից 500,000 դրամ ստացող քաղաքացիներն այսօր զինապահ հիմնադրամին վճարում են 5,500 դրամ։ Նրանք կշարունակեն վճարել 1,000 դրամ հիմնադրամին, իսկ 4,500 դրամը առողջության ապահովագրությանը։ 200,000-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացողները հնարավորություն կունենան սոցիալական կրեդիտներով հետ ստանալու ամսական 6,000 դրամ։
500,000-ից 1 միլիոն աշխատավարձ ստացողները 1000 դրամ կվճարեն Զինապահ հիմնադրամին, իսկ 7500 դրամը կշարունակեն վճարել Առողջության ապահովագրության հիմնադրամին։ Սոցիալական կրեդիտների շրջանակում հետ կստանան 4000 դրամ։ Իսկ ինչու են հենց 65 տարեկանից սկսած անձինք ներառված ծրագրում, եթե մեր երկրում կենսաթոշակային տարիքը սկսվում է 63-ից, հետաքրքրվեցին падգամավորները։ Վերցված է հիմքը ոչ թե կենսաթոշակային տարիքը կամ կենսաթոշակ ստանալու փաստը, որովհետև մարդիկ կան, որ ստանում են կենսաթոշակ ոչ թե 63-ում, այլ շատ ավելի վաղ։ Այստեղ էլ օրինակ կան, որ 45-ից այլ մասնագիտական թոշակ են ստանում։ Այո, եւ տրամաբանությունը ունենալ տարիքի 65+-ը, դա կախված է մեր բյուջետային հնարավորություններից, այսինքն մեր հաշվարկները եւ մեր կարողությունները այս պահին բյուջեի հնարավորություն են ընձեռել մեզ ներառելու 65+-ը 400,000-ից ավել քաղաքացի։ Քննարկումների արդյունքում հարցն արժանացավ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։